Այսօր դուք դատարանի հարցերին նստած կպատասխանեք։ Մի շարունակեք արգի լրագրողներ Երևան դեպից լրագրողներ ունենք։ Ես շուկեք ոքիկան։ Ես ամեն անգամ վերնագրեր գրելուց հուշում եմ։ Այսինքն հուշում եմ ինչ վերնագրեր գրել։ Ես պատշում։ Կարծում եք մենք ձեր նման չենք կարող ինքնուրույն աշխատել։ Այսինքն եթե դուք ինձ մեղադրում եք նրանով, որ ինձ գուցե հուշում են վերնագիր գրելուց, ես նույն կարծիքը կարող եմ ունենալ ձեր մասին, մտածելով, որ ձեզ հուշում են ինչպես նիստ վարել։ Դուրս գնացեք դատարանից։ Ով էր ասում ապրես։ Ում ասեցիք ապրես։ Խոսքը մարդու ինքնուրույնության մասին է։ Լրագրողը բանալեցի կատարեց իժանցա շարունակում է հատարությունները խնդրում Մագիտական կապ եք հասկանալ Ինչ է կատարել։ հասկանեք, որ հասկանեք ինչ կատարվեց։ Կե հետևեք հետագայում։ Կոդը Ինձ իմ կազմից ցույց տվեցին, ամեն անգամ ինչ որ այսպես ընդգծումներ, իհարկե նաև ասեցին, թե Երևան Today լրատվականը, չգիտեմ, ում է պատկանում կամ ես դերություն չունեի, բայց չի կարելի էլի ժողովուրդ, ամեն անգամ տեսնում եք, որ պարոն Քոչարյան, դուք տեսնում եք, որ այստեղ հնարավորինս մաքսիմալ գաղունքը նախագահ դատավոր ապահովում, որ չխախտվի, բայց ամեն անգամ չի կարելի այս կամ այն եղանակով փորձել այսպես Ինչի մասին է բայց խոսքը պատվարժան դատարան։ Բան Արտեվանյան չծավալվենք էլի այդ ինձ թվում է դուք եք համաձայն չեք պետք է չնալու, բայց այս եթե հրապարակային եղավ մեզ է սկսեց։ Հիմա մենք ուզած գնալու ենք որոնք Երևան Today-ի երկրպագու դառնանք, հասկացենք փոքր ինչը չենք Հարկի դատարանից նոր բացեցի վերնագիրը այս պահին հակասահմանադրական ճանաչված գործով վերջական դատական նիստը։ Սրա մասին չէ ինչեր է, ես էլ եմ նայում Ազգային ժողով Լավ ասեմ, ամեն անգամ ընդգծում եք կատարում նախին քրտական դատավորի մասնակցության։ Բացակ ունեք ժողով, հայտնեք, բացակ եք հայտնում չեք բնդում, հետո չգիտեք, ցանկացած բարի բան եք ասելու, ասեք։ Ստացվում է պատի տակի խոսակցություն, բան եք ասելու, տղամարդավարի ասեք, իրար աչքերի մեջ նայեք, բարձաբանեք, թե ինչ է նշանակում։ Ամեն անգամ ընդգծեք նախին քրտական չեք ուզում ասել։ Բան եք ուզում ասած։ Ես մի հատ ճիշտ ասեմ։ Բացակ եք ուզում հայտնել։ Ներողություն եմ խնդրում արդեն մեր Արմենյան խողովակները հավատացեք, ես էլ մեղադրանք իմ կապեր ունեմ, կարող խողովակները ճշտեմ, թե ոնց ա լինում։ Խնդրեմ շահօրինակի բանտերը չեք վերածում։ Առարկեմ Ամեն անգամ առարկեք։ հայտարարության կարգով տնման ձևով, որովհետև մենք որպես պաշտպաններ կամ ոչ պաշտպաններ, այլ որպես ոնց է հրավիրված փաստաբաններ, նշել եմ ինչի բացարկի հետ կապված իր որոշության կարող ներկայացնել։ Հայտնել եք, դատարանը քննարկել։ Ասեմ ավելի պատվարժան դատան, կներեք էլի, եթե թույլ տաք, ես ինքս ձեր կենսագրությունում առկա տվյալի վերաբերյալ իհարկե ի վերջո չստացվեց դա որպես բացառ, բայց բոլոր դեպքերում դատարանը դա քննության առարկա դարձրեց։ Որևէ մի հանրություն ամեն օր կրկնենք։ Հիմա գիտեք պատվարժան դատարան, բացելուց հրապարակին պատվարժան դատարան, գիտեք որ ասում եք իրար աչքերի մեջ նայելով, կարծում եմ հենց մենք միասին այդ այսպես ասած քննարկումը միասին ունեցել ենք եւ որևէ մի բան վերագրել պաշտպանական կողմին, թեկուզ ակնարկով դա ընդունելի ձևաչափ չի։ Կարծում եմ մենք այդքանը վաստակել ենք, որ եթե մի բան ունենում ենք, ասեմ ուղիղ ասում ենք։ Առնվազն այդ տպավորությունը պետք է կապ չունենք։ Իհարկե կապ չունենք։ Շատ լավ, շատ։ Իհարկե կապ չունենք։ Շատ լավ։ Ես հուսով եմ, որ ձեր մոտ տպավորություն չի, որ կապ ունենք, որովհետև նորից եմ ասում բոլոր դիրքորոշումները։ Ես էլ լիահույս եմ, որ եթե ինչ-որ կասկածներ լինի, որ ես այս կամ այլ կերպ ամեն անգամ վերնագրած քաղաքական ուժի հետ կապ ունեմ, դուք անպայման կբարձրաձայնեք, մենք կբարձրաձայնենք։ Բոլոր Ալամ աշխարհի լրագրողներին կկանչենք ու երկրորդ կհասկանանք։ Դուք ձեր փաստարկները կբերեք, ես էլ ձեզ նայելով հակապաստարկներ։ Ես իմ միտքը ավարտեմ, եթե իհարկե դուք ունենաք փաստարկներ։ Ես իմ միտքը ավարտեմ, հետո գործընկերս որ դիրքորոշում ասեց, ուրեմն հետևյալն է։ Իրոք բանեք։
չի առաջանում։ Այս նմանատիպ բավարարով դատանասերության դատավարության հրապարակայնությունն է խախտում։ Հիմա նայեք, ձեր մոտեցումը Հրապարակում է հիմա։ չէ, կոնկրետ դուք հիմա կոնկրետ գործողություն իրականացրեցիք, գնահատական տվեցիք կոնկրետ լրատվամիջոցին, լրագրողին, ես ոչ լրատվամիջոցն եմ, լրագրողի չեմ ճանաչում, լրատվամիջոցից փորձեցի հասկանալ ինչ է տեղի ունեցել։ Հիմա նայեք, դուք ասում եք ամեն անգամ մի քիչ որ բան ասում։ Իսկ ոնց վերաբերվենք մենք, այսինքն կոնկրետ ես Վահան Օհանյանը կամ Քեչյանը, որ արդեն 7 տարի է տարբեր լրատվամիջոցներով մեզ մասին ինչ ասես գրում են, մեղադրանքներ են առաջարկում։ Այսօրվա անգամ երկրանից առաջ հրապարակված դատախազի ելույթը արդեն ներկայացում է որպես մեղադրանք, որ բոլորին նորից մեղադրանք առաջադրեցին եւ ոչ մեկը դա Պարոն Գևորգյան, ես դա եւս քննած իմ համար անընդունելի է ցանկացած նման պատիտակի կամ հետևից ինչ որ բան խոսա, հարց կա, ես սիրում եմ յուրաքանչյուր հարցի շուրջ ուղիղ խոսել։ Եվ անպատասխանատու հայտարարություններ չեմ սիրում։ Լրատվամիջոցները չունեն այդ հնարավորությունը ձեզ հետ ուղիղ քննարկելու կամ ձեր կարծիքը ճշտելու կամ ինչ որ բան։ Լրատվամիջոցները բազմիցս կամ հաստատում են մեր լրատվականի հետ պարզաբանումներ տվել ենք ավելի մանրակրկիտ պարզաբանում։ Անկամ չգիտեմ, պարոն Պողոսյանը հարցին ի պատասխան վերջին իմ մասնակցությունը այդ քաղաքական ուժի հետ արետին են բարձրացրել, որը կարող է ընդհանրապես չի կարելի ժողովուրդ, թողեք, մի կողմ թողեք, մենք մեր դատավարությունը շարունակենք։ Դուք անգամ չգիտեք ու գաղափար չեք էլ կարող ունենաք, թե դատարանի որոշում պետք է կայացնել։ Դեպքում դուք հավասարաչափ պետք է դիմեք բոլոր լրատվամիջոցների, որ այս գործով ներգրավված մարդկանց վերաբերյալ որևէ կարծիք չունենան, Դուք դիմեք եւ նաեւ ասենք, sense փակ եկեք մի ստանեք ոչ մի բան։ Որտեղ հակառակ դեպքում ես օրինակ հիմա պայմանական ասած Եվրոպայի խորհրդում երբ որ շփվում եմ Դավիթ Պաշտոնյանների, մեր լրատվամիջոցների ստացված տեղեկություններն են իրենք քննարկում։ Բայց ճիշտ է որ sense բան է, բայց ճիշտ է որ sense է։ Բայց այդ մարդկանց հետ Ասեք, այո, դատավորը չի հերքում։ Ինչ է, ասում դատարի տեխնացու է եղել։ դա իրականության Ոչ մեկ չի հերքում, բայց ժողովուրդ չի կարելի ամեն անգամ հիմա ոնց որ կենցաղային զրույցին վերացում, բայց մենք այդ միշտ հասկանանք, չի կարելի ամեն անգամ ինչ որ դուք մի բան գտեք, եթե դրա տակ ինչ որ բան կա, դուք գտել եք մի բան, եկեք բարձրաբար հասկանանք։ Ամեն պատասխանատվությունը ես ասում եմ, որ այս դատական նիստերի դարիճում բացառապես օբյեկտիվ դատավարություն է ընթանալու։ Ձեր ասածից ուղղակիորեն բխում է, որ դուք ունեք համոզմունք, որ անձամբ ես, փաստաբան Արամ Օրբելյանս, լրագրողի հետ նյութի վերնագիր եմ քննարկել։ Նույնը վերաբերվում է ներկա որևէ անդամից։ Հիմա Ձերքով էլ մեր կողմից։ Հիմա նորից եմ ասում, նման պնդում անելու համար պետք է ունենաք հիմքեր։ Միայն փաստը, որ կոնկրետ լրատվամիջոցը դերական կամ բացասական վերաբերմունք ունի քաղաքական որոշակի ուժերին, այդ թվում նաև որոշակի փոխկապակցություն ունի կամ չունի, հիմք չի տալիս ենթադրել, որ կոնկրետ առանձին անձին, տվյալ դեպքում կոնկրետ քաղաքացի կամ փաստաբան Արամ Օրբելյանը իրականացնում է լրատվության միջոցի Գրաքննություն։ Գրաքննություն։ Դա որ հարց ուղեցի։ Չէ, դուք հիմա լրագրողի հետ ինչ քննարկեցիք, մենք ուղղակի ուզեցինք հասկանալ ինչի մասին է, դրանից հետո շուրեկակ ու առնվազն իմ ասացի վրա, մեր վրա։ Լրագրողին էլ ասելով ձերքով մեր կողմից։ Ես ասում ես հարց ուղեցի այս կողմից։ Ասում եմ ինչ վերնագրել։ Ասենք ոչ, բայց դուք դրանից հետո ասիք, եթե բան ունեք ասելու, վերեք ընդհանուր քննարկենք։ Ես նորից եմ գրել։ Ես ողջամիտ կասկած ունեցել եմ բարոն։ Մենք էլ եթե ողջամիտ կասկածը ձեր ողջամիտ կասկածը բարելվեց։ Ձեր ողջամիտ կասկածը բարելվեց։ Այս այ դրությամբ այնպես ինչ հրապարակվեց։ Բարելվեց։ Պատմական դատան, ուղղակի իրավական առումով, եթե դուք տենց ողջամիտ կասկած ունենաք մեր նկատմամբ, այդ պայմաններում ոնց ենք մենք անաչառ դատավարություն ունենալու, եթե դատարանը արդեն իսկ նույնիսկ նման բան կասկածում է։ Ես անկեղծորեն եմ ասում, հիմա առաջի դեպքը չէր։ Պատվարժան դատան, մի բան ասեմ, էլի, ես օրինակ լրիվ տենց, քանի որ մի քիչ կենցաղային բնույթի դետալ քննարկեցինք, նախորդ դատական նիստին հիշում եք, չի ինչ տեղի ունեցավ։ Ես ինքս որևէ մի բան ավել ինձ թույլ չտվեցի։ Հիմա նույն հաջողությամբ ստացվում է դուք այ ոնց հիմա արձագանքեցիք, չէ՞։ Դուք նախորդ դատական նիստին տենց չարձագանքեցիք։ Նիստին ներկա չի, դրա համար չեմ ուզում ոչ անունը տամ, ոչ էլ խոսեմ։ Հիմա նույն հաջողությամբ ես կարամ այդ ժամանակ ասեմ, ես ողջամիտ կասկած իմ մոտ առաջացավ դատարանի մոտեցման տեսանկյունից, բայց չեմ ասել այդպես բան։ Լավ շարունակ։ Ես հետո այն տամ հաճախ։
Ոչ Չի կապող։ Կարճ։ Ավելի դատարկ ես տեսնում եմ, որ դուք հրապարականություն խախտում եք դուք տալիս, ավելին խոսքի ազատություն եք սահմանափակում, որ իրավունք չունեք։ Ավելին ասեմ, լրագրողի հետ պաշտպանական կողմը կարող է շփվել, իրավունք ունի շփվել, որոշ դեպքերում պարտադիր պիտի շփվի եւ կարող է կարծիք ասել եւ իր կարծիքը կարող է նաեւ բնականաբար լրատվամիջոցները հրապարակել։ Եվ դատարանի իրավունք չունի պաշտպանական կողմին ասելու, շփվել եք, ասել եք, չեք ասել եւ այլն, բայց ես ճիշտ ասած նոր գործեցի գտնել այդ նյութը։ Ինչա գրել լրագրողը։ Գրել է հիշեցնենք, որ դատավորը նախին ԿՊ անդամ է, դու ԿՊ անդամ ես։ Ով չգիտի, որ նախկինում 2 ամիս եղել է, հիմա ամեն անգամ ինչ է ուզում դրանով այսպես անընդհատ Ավելի դատարան, այս հարցը մինչև այս գործի ավարտ, հետագայում եվրոպական դատարան ձեզ հետապնդելու է, անվերջ է հետապնդելու, անընդհատ ձեզ հիշեցնելու, պաշտպանական կողմն հիշեցնելու, հետագայում եվրոպական դատարանը իր որոշմամբ է հիշեցնելու ձեզ դա։ Այսինքն հիմա դուք լրատվամիջոցի ներկայացուցիչ հեռացեցիք դատարանի դահլիճից, նրա համար, որ ինքը փաստաթիքս է, որ դու ԿՊ անդամ եք եղել, այնպես էլ բարկացած եկավ, մտակ չհասկացան, ԿՊ-ի դեմ էիք բարկացած, լրագրողի դեմ էիք բարկացած, ձեր գործողությունների դեմ էիք բարկացած, որ ԿՊ անդամ եք դարել, ճիշտ ասած չհասկացան, ինչի դեմ եք, դուք ինչի եք այդպես բարկացած եւ վիրավորված։ Կարող է պետք է վիրավորված լինել ԿՊ անդամ լինելու համար, բայց դա դուք չեք կարող կոնկրետ լրատվամիջոցին բարդել ձեր այդ գործողությունները ավելին ասեմ, երբ նրանց դառնում է պաշտոնատարան, եվրոպական դատարանը իր բազմաթիվ նախադեպային որոշումների մեջ նշում է, որ նրանց նկատմամբ քննադատությունը շատ ավելի խիստ կարող է լինել եւ պաշտոնյան պետք է հանդուրժողականություն դրսևորի։ Սա այն դեպքում կարող է լինել, եթե այնտեղ ինչ-որ արտահայտություններ լինեն։ Այդ արտահայտությունները չեն եղել, հարգելի դատան։ Ուստի ես դիտում եմ, որ դուք